Ջրի արտահոսքի հետքերով բազմահարկ նվակառույց շենք է, ըստ լողախցիկի 3 կողմը, այսինքն այստեղ ներքևը հարևանն է ջրվում, այնտեղ այս մի պատի զուգահեռ մի հարևանն է ջրվում, այստեղ էլ մենք ինքներս մեզ ենք ջրում։ Ջրի մոտ տեսել հետևյալն է ֆիքսում, պատվիրատուն տեսահոլովակները նայելով ահագին ինքնուրույն փորձարկումներ արել, այսինքն խցան արել, լցրել է ու տենց չի հասկացել որտեղից է հոսում, հասկանանք որտեղից է։ Ճնշման խողովակները արտահոսք չունի, այսինքն անկում չենք ապրում։ Վերևի հատվածի ուսումնասիրությունները տրապի մոտ եմ կասկածներ ֆիքսել, բայց հիմնական խնդիրը պետք է որ այս հատվածից լինի, սա հասկանանք, իշտենք հարևանի տուն։ Հարևանի տան առաստաղը հիմա այս վիճակում է, փորձենք արտահոսքերը ստանանք։ Ըստ հարևանի տունը արտահոսք թեթև կարողացանք ստանանք, բայց վերևը խիստ ջրեր պահելով, այսինքն այն հավանական ճաքերի վրա պահելով, միևնույնն է չկարողացանք ստեղ ստանանք այն արտահոսքը, ինչ հարևանը տեսել է, այստեղ շատ լուրջ արտահոսքեր է եղել, այսինքն վերևի հարևանի տնից լուրջ արտահոսքերը բացառում եմ, այնտեղ սալիկի անհերմետիկություններ կար, բայց սա այդ խիստ արտահոսքի հետ կապ չունի, ըստ երևույթին արդեն այդ շախտով վերևից եկող ջրեր է, այնպես որ դա արդեն ուրիշ ուսումնասիրություններ է, ըստ երևույթին համատիրությունը կպատվիրի մնացած աշխատանքներից, կշարունակեմ, որ հասկանամ։